Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ընթացիկ փուլին, կենսաչափական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունում և ենթակա ծառայություններում թվայնացման գործընթացին։ Անդրադառնալով կրթական բաղադրիչին, Արմեն Ղազարյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների և փրկարարների մասնագիտացմանը զուգահեռ նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մեթոդաբանությունների հիման վրա։ Նրա խոսքով այդ գործընթացում ուսումնական ծրագրերի մշակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ Հայաստանը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում էստոնական փորձագիտական աջակցության ներգրավմամբ։ Դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը վերահաստատել է Էստոնիայի պատրաստակամությունը շարունակելու գործուն աջակցությունը ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացվող բարեփոխումներին, կարևորելով փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը և թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը, կողմերը վերահաստատել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։